Բարի երեկո 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Մենք շարունակում ենք քննարկել եւ վերլուծել հետընտրական իրավիճակը Հայաստանում, փորձելով հասկանալ հետագա զարգացումները։ Թեմայի շուրջ տաղավարում իմ հյուրը Հայ միավորման անդամ, միջազգային agent Մենոհա Սողոմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ընտրություններից հետո գալ հարցազրույց տալը մի քիչ բարդ բան է։ Ես պատկերացնում եմ մեզ նայող մեր հայրենակիցները, բայց ամեն դեպքում պետքա ուժեղ լինենք, պետքա պինդ լինենք, որովհետև մենք այդպես ուղղակի ընտրություններով չի վերջանում մեր կյանքը։ Բայց այստեղ կարևոր հարց կա, Հայաստան-Ադրբեջան հակամարտության նման է, էլի մի քիչ, որ մեզ անընդհատ պարտադրում են, համոզում են, որ մենք պարտվել ենք։ Այստեղ մի քիչ ընդդիմությունը այլ հարց է բարձրացնում, թե արդյոք քաղաքացիական պայմանագրի իսկապես արդար հաղթանակ է տարել, թե այս ընտրությունները կեղծվել են։ Ինչպես է գնահատում այս ընտրությունները եւ ինչ ընտրախախտումներ եք դուք արձանագրել, որովհետեւ մարզերում եք եղել կազմակերպությանը։ Դե դա բնականաբար հարցի մի կողմն է, որովհետեւ ես խոսում էի մեր մեծ ակնկալիքի մասին, որ ընդդիմությունը հաղթելու է։ Ակնկալիքը այդ էր, որ ընդդիմությունը ակնհայտ ձևով հաղթելու է, բայց քանի որ պետական շատ մեծ միջամտության, պետական ես չեմ ասում, քաղաքական իշխանության կողմից պետության ամբողջ ռեսուրսների օգտագործման արդյունքում մեծ միջամտությամբ, խիստ անհավասար պայմաններ ստեղծելով, ընտրովի արդարադատություն իրականացնելով եւ այլն, դրա մասին կխոսանք հուսով եմ, չեղավ ընդդիմության հաղթանակը, ֆորմալ առումով չեղավ ընդդիմության հաղթանակը, բայց եւ պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն հաղթել։ Օրինակ, ինչ էր ասում Փաշինյանը, ասում էր, ես փակում եմ Արցախի հարցը այս ընտրություններով։ Ընտրությունների մասնակիցների մեծ մասը փաստացի ոչ ասեց Արցախյան հարցը փակելուն։ Նիկոլ Փաշինյանը այն էլ մեծ միջամտության միջոցով, ահաբեկման միջոցով, խաբելու, ընտրակաշառքի, ես այդ ընտրակաշառքի մասին էլ կխոսեմ իհարկե։ Եվ այլնի միջոցով չկարողացավ ապահովել ընտրողների մեծամասնությունը իր օգտին։ Պարզապես քանի որ մենք ունենք այնպիսի կարգավորումներ սահմանադրական, որը հնարավորություն է տալիս ֆորմալ առումով 49% հավաքածին պարլամենտում բաշխել 60-61 մանդատ, սա իհարկե շատ լուրջ պրոբլեմ է, իհարկե սրա նաև սա է խնդիրը, որ ունենք այսպիսի իրավիճակ։ Հիմա գանք ընտրությունների լեգիտիմությանը։ Ոչ, ընտրությունները լեգիտիմ չեն, այսինքն այս արդյունքները, որոնք գրանցվել են, սրանք չեն կարող լեգիտիմ լինել։ Ինչու՞, մենք միշտ սովոր ենք եղել երկար ժամանակ ընտրությունների մասին, զեղծարարությունների, կեղծիքների մասին խոսելիս, ի նկատի ունենանք լցոնումները, քվեատուփի գողանալը եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ առնվազն 2017 թվականի ընտրություններից ընտրախախտումների, ընտրակեղծիքների այդ էջը, այդ որակի ընտրախախտումները այլևս չկան։ Այդ էջը փակված է։ Կացնային ընտրախախտումներ։ Հա, էլի այդպես կացնային ընտրախախտումներ, ճիշտ է, շատ լավ բնորոշում տվեցիք։ Բայց այն ինչ որ տեղի է ունենում հիմա, սա ես չէի ասի, որ պակաս ոչ լեգիտիմացնող, ապալեգիտիմացնող ընտրախախտումներ են, քան այն ինչ որ եղել է տասնյակ տարիներ առաջ։ Մասնավորապես, երբ որ քննչական մարմինները քրեական գործեր են հարուցում, ոստիկանությունը բռնում է ընտրություններին մասնակցող մարդկանց, կարևոր մարդկանց։ Օրինակ, իշխող ուժի առաջատարը, ես իշխող եմ ասում, ներողություն, գլխավոր ընդդիմադիր ուժի առաջատարը Սամվել Կարապետյանը, ինքը տնային կալանքի մեջ էր։ Ինքը այսինքն չէր կարողանում մասնակցել քարոզարշավին։ Այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը ավտոբուսներով, մեքենաներով գնում էր տարբեր բնակավայրեր, մարդկանց հետ շփվում էր, մարդկանց խաբում էր, չգիտեմ, թխվածքներ էր բաժանում եւ այլն, խոստումներ էր տալի, գոռգոռում էր, ահաբեկում էր, սպառնում էր, հայհոյում էր, ինչ ասես չէր անում ինքը։ Ինքը ազատ էր, ինքը պաշտպանության տակ էր եւ Սամվել Կարապետյանը տնից դուրս գալու իրավունք չուներ։ Շատ սահմանափակ էր նրա հնարավորությունը մարդկանց հետ շփվելու, իր տան մեջ ինչ որ այդպես
հատուկենտ ձևերով խմբերի հետ, տարբեր խմբերի հետ ինքը շփվում էր։ Այսինքն մի կողմից, տեսեք, Փաշինյանը ուներ եւ հանրային հաղորդակցության մեծ հնարավորություն, առաջին հերթին Հայաստանի հանրային հեռուստատեսությունը բացառապես, գերազանցապես իրեն էր ցույց տալիս իր ասած թե պոզիտիվ խոսքը, թե նեգատիվ խոսքը ամբողջությամբ դնում էր, այսինքն եւ հանրային հաղորդակցության տեսանկյունից ուներ շատ մեծ հնարավորություն, եւ մարդկանց հետ շփումների տեսանկյունից ուներ շատ մեծ հնարավորություն։ Փոխարենը Սամվել Կարապետյանի եւ մյուս ընդդիմադիր ուժերի խոսքը հանրային հեռուստատեսությունը կամ չէր հեռարձակում, կամ մոնտաժված աղավաղումներով, սահմանափակ ձևով էր հեռարձակում, իսկ կոնկրետ մարդկանց հետ շփվելու առումով էլ գլխավոր ֆավորիտ ընդդիմադիր ուժի ղեկավարը տնային կալանքի պայմաններում էր գտնվում։ Դե բացի այդ, եթե ընդդիմադիրներին էլ կանչում են հարցազրույցները, դե մենք լրագրողներն գիտենք այդ բոլոր ձևերը, այնպիսի անհարմար հարցեր են տալիս, այնպիսի շեշտադրումներ են անում ընդդիմադիր, ասենք առաջնորդներին, որը գուցե եւ չեն անում իշխանության ներկայացուցիչներին։ Դա էլի մի մասն է, Պետրոս Ղազարյանի հարցազրույցները այդ ամբողջը չի արտացոլում։ Հենց լուրերը հանրային հեռուստատեսությամբ լուրերով ինչքան ժամանակ է հատկացվում իշխանությանը, ինչքան ժամանակ է հատկացվում ընդդիմությանը, ինչ կոնտեքստում են խոսում իշխանության մասին, ինչ կոնտեքստում են խոսում ընդդիմության մասին։ Օրինակ իրավապահ մարմինները, որ առերևույթ հանցագործություններ էին ի հայտ բերում եւ ձերբակալություններ էին իրականացնում։ Ընդհանրապես կարգը այնպիսին է, որ դեռևս քանի դեռ նախաքննություն է, պետք է որևիցե ուժի, մարդու անուն ազգանուն չտա, պատահական չէ, որ այնտեղ օրինակ ասենք գրվում է ԱԲ մարդկանց անունների առաջին այդպես տարերով բաներով, հա։ Այս պարագայում ինչ էր տեղի ունենում։ Ինչ որ տեղի ունենում էր, նշվում էր կոնկրետ ուժի անուն։ Ասենք ասում էին ուժեղ Հայաստանը կամ Բարգավաճ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը հիմնական էս 3 ուրեմն հիմնական ֆավորիտ ընդդիմադիր ուժերը ժողովը իհարկե իրանց էլ կանադառնանք, բայց ինքը զգուշացել էր, որ ուժի անունը չնշվի, որպեսզի չտիրախավորվի, բայց դա տեղի էր ունենում, այսինքն դա մենք համարում ենք եւ դա այդ ամեն ինչը տիրաժավորվում էր, տարածվում էր եւ հանրային հեռուստատեսությամբ էր տարածվում եւ ամեն ձևով տարածվում էր։ Մենք դա համարում ենք, այսինքն անկողմնակալության խախտում, բնականաբար համարում ենք, այսինքն հանրության մոտ, հանրության մի ստվար հատվածի մոտ ստեղծվում էր թյուր տպավորություն, որ այս ուժերը այդպես հանցագործությամբ են զբաղված։ Բայց այդ քննչական կոմիտեն այս ամբողջ ընթացքում մենք չլսեցինք, որ որևէ գյուղապետի գաղտնալսած լինեն, որևէ վարչատնտեսական համակարգողի դպրոցի գաղտնալսած լինեն։ Այդ ինչ է գյուղապետերն ու վարչատնտեսական համակարգողները կամ համայնքապետերը, ԿՊԱ-ական համայնքապետերի մասին է խոսքը, կամ համայնքապետարանի, չգիտեմ, աշխատողները, կոմունալի պետերը կամ մյուսները, տարբեր պետական ծառայողներ։ Այդ ինչ է, այդպես բոլորը համատարած էսպես սուր, օրինապաշտ նստած էին եւ ոչ մի միջամտություն չեն արել, ոչ մի մոբիլիզացիա չեն արել։ Ես իմ աչքով եմ տեսել, ոնց են ուսուցիչներին, քաղաքապետարանի ծառայողներին բերում հանրահավաքի, որ կողքներով անցնում են, գլուխները ասենց պահում են մարդիկ։ Ամոթից գլուխները պահում են այդ մարդիկ։ Բայց ոնց եղավ ոչ մի քննչական կոմիտե, ոչ մի այդպիսի գաղտնալսում չարեց ու ոչ մի այդպիսի փաստ չարցանագրեց կոնկրետ բանի հետ կապված իշխանության ներկայացուցիչների պրոիշխանական հակաօրինական քայլերի մասին։ Մենք տեսնում ենք փաստորեն լրիվ ընտրովի արդարադատություն։ Լրիվ ընտրովի արդարադատություն էլ չի կարելի ասել, պարզապես մրցակիցներին զրկել այդ հնարավորություններից ինչ որ են։ Գանք ընտրակաշառքներին։ Ընտրակաշառքների մեջ ընդդիմությանն են մեղադրում։ Ընտրակաշառքների մեջ ընդդիմությանն են մեղադրում։ Նյութեր են բանարել, չգիտեմ, էլի գաղտնալսումներ, ու էլի նորից բանենք, որ փաստենք, որ փաստորեն մի դեպք չեղավ, էլի այդպես, որ ԿՊԱ-կանի կողմից ընտրակաշառք է տրվել։ Բարի բուն իմաստով փողի տեսքով ընտրակաշառք։ Բայց եկեք մի ուրիշ հանգամանք դիտարկենք։ 2025 թվականի սեպտեմբերին մենք Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնությունը, ուրեմն միավորումը հաշվարկեցինք, որ հնարավոր է կենսաթոշակները, միջին կենսաթոշակը բարձրացնել 50%-ով։ Այդ հաշվարկները ներկայացրեցինք հանրությանը եւ պահանջեցինք բարձրացնել կենսաթոշակները։
Ասացին, որ այդ ինչ եք խոսում, հնարավոր չէ, ինչ կենսաթոշակ, ոնց 10,000 անեն։ դրամը ինչ են, ոնց են ծախսել։ Վարչապետը այո, ասեց 10,000 դրամ է, այդ ինչպես ինչ է անելու, ինչպես է ծախսելու, բյուջեում փող չկա, տեղ չկա եւ այլն եւ այլն։ 26 թվականի բյուջեն ընդունվում է առանց կենսաթոշակների բարձրացման միտողի, մեկ էլ հոպ ապրիլին կենսաթոշակները բարձրանում են 10,000 դրամով։ Սա ինչ է, ընտրակաշարք է, թե ընտրակաշարք չէ։ Այն պարագայում, երբ որ ես մարզում լինելով, երբ որ խոսում եմ մարդկանց հետ, տարեցների մի մասը, ովքեր որ Փաշինյանի կողմնակիցներն են, ամենաառաջի բանը հենց դա են նշում, ասում են մեր թոշակները բարձրացրեց։ Դրա համար ես գնում եմ ընտրեմ։ Էլ մնացածը, երբ որ դու մարդու հետ խոսում ես, բյուջեում տող կար, տող չկար, պետք չէր, ոնց էր, ինչ էր, էլ դա կարևոր չի։ Սա հիմա ընտրակաշարք է, թե ընտրակաշարք չէ, հանրության փողերով։ Երբ որ դու բյուջեում դա չես նախատեսում, ու դու գալիս ես ընտրություններից 2 ամիս առաջ, թոշակ ես բարձրացնում, սա ընտրակաշարք է, թե ընտրակաշարք չի։ Դե парքի ավաճարն ու հավելավաճառներն էլ այդ առումով պետք է համարենք այսպես։ Միանշանակ իհարկե։ Հիմա մի հատ ուրիշ հարցի գանք բանենք։ Հանրապետությունով Սամվել Կարապետյանը մեծահարուստ մարդ է։ Անզեն աչքով գնացեք հանրապետության տարբեր բնակավայրերում, մայրուղիների վրա եւ այլն, պատտվեք եւ տեսեք գովազդային պաստառները։ Նիկոլ Փաշինյանի գովազդային պաստառներն են ավելի շատ, թե Սամվել Կարապետյանի։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի։ Որտեղից այդ փողը։ Որտեղից այդ փողը։ Ինչի քնչական մարմիններ, ինչի իրավապահ մարմինները չեն հետաքրքրվում այդ հարցով։ Այդ հիմնադրամում կա այդ ամբողջ գումարը, թե չկա այդ ամբողջ գումարը, որտեղից եղավ։ Եվ ոչ միայն դա, այլ մնացած բոլոր այն մեծամասշտաբ միջոցառումները, որ իրենք կազմակերպել։ Օրենքը դա էլ է, չէ՞, կարգավորում այդ դրական բյուջեն մաքսիմում պետք է ունենա։ Բայ իհարկե, որտեղից այդ գումարները։ Որտեղից։ Հա, այդ հարցի պատասխանը ինչ որ մեկը տվել է, չէ, բնականաբար այդ հարցի պատասխանը չի տվել։ Ես անհրաժեշտ եմ համարում նաև նշել օտար պետությունների Հայաստանի գործերին միջամտելու հանգամանքը։ Սա եւս ուղղորդված կերպով ազդել է հանրային տրամադրությունների վրա։ Առաջին հերթին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ադրբեջանը իհարկե ոչ պաշտոնական մակարդակով, չնայած այնտեղ նախագահի օգնականի մակարդակով էլ Փաշինյանին աջակցող հայտարարություններ եղել են, բայց նրանց բլոգերները, նրանք բոլորը ովքեր որ պետության կողմից վերահսկվում են, ակնհայտ պրոփաշինյանական քարոզչություն են արել, հայ ժողովրդի վրա մատ թափ տալով, որ եթե Փաշինյանին չընտրեք, վատ կլինի։ Անկարայից եւ Բաքվից այդ միջամտությունը եղել է։ Եվ դրան գումարած մայիսի սկզբին կազմակերպած այն միջոցառումը եվրոպական պաշտոնյաների, որի ընթացքում մեր մի շարք գործընկեր պետությունների ղեկավարների կողմից եւ առաջին հերթին Ֆրանսիայի ղեկավարի կողմից կատարվեց անթույլատրելի հայտարարություն, որը միջամտություն է մեր ներքին գործերին, մեր պետության ներքին գործերին։ Որը Մակրոնի կողմից, որ Փաշինյանին աջակցում է ընտրություններում, աջակցում է Փաշինյանին։ Կարող է Մակրոնը եւ Փաշինյանը ունեն անձնապես շատ մտերիմ հարաբերություններ, կարող է իսկապես Մակրոնը մոմ է վառում, որ Փաշինյանը ընտրվի, բայց որպես պետության ղեկավար այսպիսի հայտարարություն անելը մեր պետության ներքին գործերի մեջ ուրեմն միջամտություն է։ Եվ սա եւս հանրային տրամադրությունների վրա ազդելու կարևոր հանգամանք է։ Հանրային տրամադրությունների վրա ազդել է նաեւ ահաբեկումը պատերազմի սպառնալիքով, որ եթե Փաշինյանը չընտրվի եւ ավելին չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կլինի աղետաբեր պատերազմ։ Սա եւս ուղղակի այսպես ահաբեկում է, այսինքն ամեն ինչը կախվածության մեջ է դնում մի մարդուց, եթե այդ մարդը չեղավ, ուրեմն մենք ունենալու ենք պատերազմ։ Եվ սա այս ահաբեկումը եւս ազդում է հանրային տրամադրությունների վրա։ Այս ամբողջը, որ իրար համադրում ենք, ես գուցե ամբողջ շարքը չթվարկեցի, բայց այս ամեն ինչի համադրությունը արդեն բերում է նրան, որ ընտրությունները մինչև քվեարկության օրը իսկ որոշակիորեն ուղղորդված եւ կանխորոշված են եղել։ Դրան գումարվում է ընտրությունների օրը, քվեարկության օրը մի կարևոր հանգամանք, որ քաղաքացիական պայմանագրի համար աշխատող պետական ռեսուրսը ամբողջությամբ դրվել էր գործի, ամբողջությամբ։
Զինծառայողների զանգվածային ընտրությունների մասնակցությունը։ Վանաձոր քաղաքի 2 տեղամասում ես տեսել եմ զինվորների կուտակում։ Դպրոցներն էլ թիվ 30 դպրոցներ եւ թիվ 3 դպրոցը այդ տեղամասերում։ Ես փորձեցի առանց կատելու մոտենալ եւ հարցնել։ Իրենց կամքով են այստեղ գտնվում, թե իրենց կամքով չեն գտնվում։ Բոլորն էլ ասցին, որ իրենց հրաման կա, կարգադրություն կա, որ գան մի մարդու պես մասնակցեն։ Ես իհարկե ավելորդ կոռեկտ բան չարեցի, էլի համարեցի, ոչ կոռեկտ համարեցի, ասելու մոկտին եք քվեարկել եւ այլն այդ հարցերը բանանել։ Բայց ընդհանուր առմամբ մենք ինչ ենք տեսնում, որ բերում էին զինվորներին զանգվածաբար տեղամասեր, ռազմական ոստիկանության ներկայացուցիչները կանգնում էին այն կողքի վրա, հրամանատարները, որը համազգեստով, որը առանց համազգեստի կանգնում էին այն կողքի վրա, զինվորները գնում էին, մտնում էին, դուրս էին գալիս էին, մոտենում էին այս մարդկանց, գնում էին ուրիշ տեղ կանգնում էին։ Սա մեկ օրինակ էս։ Այսինքն հսկում էր թե ոնց են քվեարկում։ Դե համենայն դեպս ինչ որ ձևով զեկուցում էին, ինչ էր տեղի ունենում։ Սպարզ անձեն աչքով ես դա տեսնում եմ։ Դե բոլորս գիտենք այդ ձևերը, նախապես զգուշացնում են, ասում են այդտեղ։ Գնացինք առաջ։ Մեր կողմից նշած մարդիկ, համայնքապետարանի համայնքապետեր, վարչական ղեկավարներ գյուղերի, դպրոցների տնօրեններ, դպրոցների վարչատնտեսական համակարգողներ, որոնք վերջին այս շրջանում, վերջին տարվա մեջ շատ փոփոխություններ են եղել, հատկապես մարզերում։ Հատկապես այս վարչատնտեսական համակարգողները, նրանց ընտրությունը կատարվել է գերազանցապես քաղաքական լոյալությունը հաշվի առնելով, որպեսզի ընտրությունների ժամանակ այդ անհրաժեշտ ծառայությունը մատուցեն։ Մեքենաներով մարդկանց բերելը տեղամաս։ Դեպքեր են եղել, որ նաև գազելներով են եղել։ Մեզ ահազանգել են, օրինակ ասենք մի քանի դեպքի հետ կապված, մինչև հասել ենք, դե բերել են տեղամաս, գնացել են։ Վստահված անձինք ԿՊ-ի, որոնք որ քաղաքապետարանի օրինակ ասենք աշխատակիցներ, Վանաձորի 3-րդ մասում հենց այդպիսի դեպք էր։ Քաղաքապետարանի աշխատակիցը վստահված անձեր ու այդ մարդը ոչ թե ինչ-որ դիտարկում էր ընտրությունները, այլ անընդհատ այսպես ասած այդ տասովկայով էր զբաղված, էլի։ Մտնում զանգում, իջնում, նայում, տեսնում ով կա, ով չկա, ով եկավ, ով չեկավ, եկողին մի հատ sense բանանում, աչքով ունքով մի հատ պաչիկ էր անում, մի հատ չգիտեմ։ Այսպիսի վիճակներ։ Այսպիսի վիճակներ, կոնկրետ քվեարկության օրվա հետ կապված, այսինքն ուղղորդված ուղղորդում, քվեարկության ուղղորդում։ Այդ ամեն ինչը։ Կոնկրետ քվեարկության օրվա հետ կապված էլի մենք բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրել, խախտումներ ենք արձանագրել, աննախադեպ շատ մեծ քանակի անվավեր քվեաթերթիկներ հանձնաժողովների կողմից, այս դա ինչ որ պայմանավորված մարդիկ ինչ որ բաներ էին գրում կամ ցալում էին։ Ավելի շատ ոչ, ավելի շատ այս անգամ պայմանավորված էր նրանով, որ քվեաթերթիկների մի մասը, անվավեր քվեաթերթիկների մի մասը, մանավանդ վերահաշվարկի ընթացքում, որ մենք տեսնում ենք, մեկից ավելի քվեաթերթիկներ են, դա նշանակում է, որ ուղղորդողները երևի տեղյակ չեն եղել վերջին փոփոխություններից, նախկինում կարելի էր 2 քվեաթերթիկ էլ դնել ծրարի մեջ եւ դրոշմանիշը, որի վրա կպած էր, այդ դրոշմանիշը կպած քվեաթերթիկը համարվում էր վավեր։ Եվ դա այսպես կոչված իշմարի հայտնի բան էր, մեթոդ էր, որ եթե ուզում ես ենթադրենք ինձ ապացուցեց, որ ճիշտ ընտրություն է արել 16-րդ քվեաթերթիկի հետ, դիր նաև օրինակի համար եմ ասում 15-րդ քվեաթերթիկը, օրինակի համար։ Այս անգամ այսպիսի դեպքերը կային բավականաչափ, բայց նաև փոքր աննշան հետք ծրարի վրա կամ քվեաթերթիկի վրա ու հատկապես 3-րդ համարի քվեաթերթիկի հետ կապված եմ ես դա տեսել եւ որ ասում եմ կռիվ եմ տվել ամեն մի քվեաթերթիկի համար կոնկրետ տեղամասում։ Իսկ որ քվեաթերթիկները չէին լինում որոշ տեղերում 3-րդ համարի դա տարածված երևույթ էր թե ինչ որ առանձին դեպքերում է։ Ես լսել եմ այդպիսի բաներ, ինքս իմ դիտարկումների ընթացքում չեմ տեսել այդպիսի դեպք, որ որևիցե քվեաթերթիկ չլինի, որևիցե համարի քվեաթերթիկ չլինի։ Բայց ես նորից եմ ասում, որ կոնկրետ այս ամեն ինչը ընտրությունների մինչև քվեարկության օրվա այս տեղի ունեցած, այս ահաբեկումը, այս տերորը, այս անհավասարությունը, այս ընտրովի արդարադատությունը կամ անարդարադատությունը, ընտրական գործընթացի մեջ ներգրաված մարդկանց շտաբի ղեկավարների, падգամավորի տեխնացուների կալանավորումները, անմիջապես ցուցումով
Փաշինյանի ցուցումով Արամ Սարգսյանի կողմից օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողով հայց այս ամեն ինչը շատ նեգատիվ նշանակություն է ունեցել, ազդեցություն է ունեցել եւ սրա այսպիսի ազդեցությամբ հնարավոր չէր ակնկալել անկեղծ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Ու պետքա մենք մի հատ այդ մտածողությունից դուրս գանք, որ ոչ արդար ընտրությունը մենակ լցոնումով է, չէ, այդպես չի։ Լցոնման էջը փակված է, բայց հիմա տեղի են ունենում շատ ավելի քողարկված, շատ ավելի լկտի, ցինիկ ընտրախախտումներ, որոնց մասին որ նշեցինք։ Այսպեսով այդ կարծատիպային մոտեցումից պետք է դուրս գանք, որ ընտրախախտումները միայն լցոնումներով ու կարուսելներով չեն։ Եվ այս ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն։ Պարոն Սողոմոնյան, իսկ թվերի նկարչություն եղել է թե չի եղել այս ընտրությունների հետ կապված եւ այս համատեքստում անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ընտրությունների հունիսի 8-ի գիշերը ժամը 2-ին իր այդ հապճեպ հայտարարությունը, երբ ընդամենը 10% ձայների հաշվարկվել, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթել է եւ ԿՊ-ն միասնյա կձևավորի կառավարությունը։ Ինչպես հասկանանք այս հայտարարությունը։ Եթե իրենք վստահ են, որ հաղթելու են, ինչ կարիք կար շտապելու։ Իսկ մինչ այդ Վրաստանի վարչապետն էր արդեն շնորհավորում։ Սրանք անհասկանալի ինչ որ երևույթներ են։ Այո, այստեղ տեղի է ունեցել թացը չորի հետ խառնելու մի process։ Իրենք իրենց վստահված անձանցով, իրենց վստահված անձինք տեղեկացնում են, չէ՞, տեղամասերում ենթադրենք արդյունքները հաշվարկվում են, մինչև արձանագրությունները համապատասխան կկազմեն տեղամասային հանձնաժողովները, մինչև այդ ամեն ինչը, չգիտեմ, կփակեն, կկարգավորեն, պարկերի մեջ կլցնեն, կգրեն, կտպեն, կուղարկեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, ժամանակ է այդպես անցնում, այդ ընթացքում վստահված անձինք, ովքեր որ շտաբներում աշխատում են, փոխանցում են այդ տվյալները եւ իրենց մոտ որոշակի պատկեր առաջանում է։ Բայց համենայն դեպս պետք է մի բան հասկանալ, որ վարչապետը երկրի թիվ 1 պաշտոնյան է։ Եվ նրա հայտարարությունները, նրա գործողությունները նա առաջինը պետքա հետևի օրենքին։ Եվ շատ լեգիտիմ հարց է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դեռևս քանի տոկոսներ ստուգված 10% մոտավորապես 424 այո, հայտարարված լինելու պարագայում նա այդպես ներքին ինֆորմացիայի զորու այդպիսի հայտարարություններ է անում։ Դե քանի որ ինքը մեդիա ոնց որ ասած դաշտի շատ լավ ընկալող է, շատ լավ հասկանում է, նրան պետք էր հենց առաջի այդ քայլը անել եւ օրակարգի իր վրա վերցնել, առաջի այդպիսի հայտարարությունն անել, այդ հայտարարությունը իհարկե արեց, որը բնականաբար շատ ծանր ազդեցություն կարող է ունենալ եւ հանրային կարծիքի վրա, հոգեբանական ճնշում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա նաեւ։ Սա էլ պետք է անպայման հաշվի առնենք։ Ինչ վերաբերում է նկարչությանը, մենք տեսանք, որ տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշ տեղամասերի հետ կապված հայտարարված թվերի մեջ շատ լուրջ տարբերություններ կային, որոնց այդ տարբերությունների մի մասն էլ ըստ էության նաեւ գուցե Excel-ի մեջ մուտքագրելու խնդիրներ էին, հա։ Բայց շատ էական էին։ Միտեղ ուժեղ Հայաստանին տվել էին 136 ձայն, բայց գրված էր 0։ Միտեղ ԿՊ-ն ստացել էր 0 ձայն։ Չէ, 0 չէր ստացել, բայց ինչ որ բայց գրված էր 717։ Համաձայն եմ, որ դրանք իհարկե դրանք եւս այդպես առաջին հերթին հոգեբանական առումով նշանակություն ունենալու, բայց դրանք երկար ժամանակ այդպես չի լինելու։ Այսինքն չի կարող այդպես էլ մնալ, չի կարող ենթադրենք ԿՊ-ին տրված լինի օրինակ 15 ձայն արձանագրեն 365 ձայն ու այդպես էլ մնալ բնականաբար չի լինելու այդպես այդ ժամանակի ընթացքում տեղն է ընկնելու մանավանդ որ հիմա իրականացում է վերահաշվարկ վստահված անձինք այնտեղ ներկա են բայց ամեն դեպքում իր էֆեկտը որոշակիորեն այդ պահի դրությամբ ունենում է տրամադրությունների վրա ունենում է այդ ամեն ինչը դրա համար իհարկե սա չէ իմ կարծիքով ամենակարևորագույն խնդիրը իմ կարծիքով ամենակարևորագույն խնդիրը որը որ անարժանահավատ է դարձնում ընտրությունների արդյունքները այն է ինչի մասին որ խոսեցինք մինչև ընտրությունը տեղի ունեցած ահաբեկումը ընտրակաշարքը ընտրովի արդարադատությունը միջազգային միջամտությունը
Հայաստանի ներքին գործերին եւ այլն։ Որովհետեւ ընտրությունը միայն քվեարկության օրը չէ, ես ճիշտ եմ հասկանում։ Բայց իհարկե, մարդը ինչով է քվեարկության օրն է, քվեարկությունը մեխանիկական process է։ Գործընթացն է։ Քվեարկությունը մեխանիկական process է։ Եթե դու գնում ես քվեարկության սպառնալիքի ներքո, դա ընտրություն չէ։ Եթե դու գնում ես քվեարկության խաբեության ներքո, դա ընտրություն չէ։ Եթե դու գնում ես քվեարկության ընտրակաշարքի թեկուս թոշակի տեսքով ընտրակաշարքի շահագրգռության միջոցով, դա էլի ընտրություն չեղավ։ Դա հասկացանք, պարոն Սողոմոնյան, բայց վերահաշվարկը ձեր կարծիքով էապես կազդի ընտրությունների արդյունքների վրա։ Ինչ եք կարծում։ Իմ կոնկրետ պրակտիկան վերահաշվարկի ժամանակ ես 2 օր մասնակցել եմ Երևանի 2 ընտրատարածքներում վերահաշվարկի։ Կոնկրետ այդ ընտրատարածքներում անճշտությունները ավելի շատ անվավեր քվեաթերթիկներին են վերաբերվել, պատրված քվեաթերթիկները որպես կանոն վավեր են ճանաչվում։ Որոշակիորեն պատրված է, ամբողջությամբ չէ։ Ես իմ զուտ կոգնիտիվ, այսպես ասած, հնարավորությունների, այսինքն իմ տեսածի շրջանակներում, եթե դատելու լինեմ, կարող եմ ասել, որ էական նշանակություն չի ունենա։ Էական նշանակություն չի ունենա բանի տեսանկյունից, խոշոր արդյունքի տեսանկյունից։ Էական նշանակություն կարող է ունենալ եւ դեռ սպասում ենք այն տեսանկյունից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստացած ձայների եւ հայտարարվածի միջև տարբերություն մենք տեսանք եւ մի պահ եղավ, որ 4%-ից ցածր էր եւ հիմա վերահաշվարկի process-ը շատ կարեւոր է այն առումով, որ մինչեւ 996,000 մոտ 60 ձայն էր պատասխանում, բայց նրանք արդեն հայտարարել են, որ իհարկե այդ առումով էական է վերահաշվարկը, որ առաջին հերթին տեսնենք Բարգավաճ Հայաստան կուսակցության արդյունքներն ինչպիսին են լինում, որովհետեւ դա քաղաքական դասավորվածության տեսանկյունից շատ էական նշանակություն կարող է ունենալ ազգային ժողովում։ Դե ԲՀԿ նախընտրական շտաբը արդեն հայտարարել է, որ 4 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում 120 ձայն միայն այդ 4 տեղամասից աբելանում։ Իսկ նրանք կասկած չունեն, որ 4%-անոց ընտրական շեմը հաղթահարելու է։ Ամեն դեպքում սպասենք, դեռ 1 օր էլ ունենք, վաղը մինչև ժամը 2-ը կավարտվի վերահաշվարկը եւ արդեն ամեն ինչ པարզ կլինի։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դիմումներ ստացել ոչ միայն վերահաշվարկի Բարգավաճ Հայաստանից, այլև Ուժեղ Հայաստանից, Միասնության թևերից, հավելեն, որ Հայաստան դաշինքն էլ հայտարարեց, որ բողոքարկելու են արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները հետեւյալ հարաբերակցություն են ցույց տալիս. քաղաքացիական պայմանագիրը 49.8%, այսինքն 727,000 ձայնից ավելի, Ուժեղ Հայաստանը 23%-ից ավելի քան 340,000 ձայն, Հայաստան դաշինքը 145,000 ձայն, 9.9% եւ Բարգավաճ Հայաստանը, եթե հաղթարի 4%-անոց չեն, բայց exit poll-երը այլ պատկեր են ցույց տալիս։ Արդյոք սա իրական այդ հարաբերակցությունն է։ Եկեք exit poll-ը կարևոր է, դա ընդհանուր մեր պատկերացման համար է։ Ես համաձայն եմ, որ նորից եմ ասում, ընտրությունները կեղծված են։ Եվ ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն։ Ինչի պատճառը գտնվում է այն ամեն իմ կողմից նշված process-ների մեջ, որի մասին քիչ առաջ խոսեցինք։ Այդ ամբողջ process-ները փաստերով գոյություն ունեն, փաստագրված են։ Այսինքն օրինակ ասենք, չգիտեմ, Ֆիդանի հայտարարությունը փաստ է, Մակրոնի հայտարարությունը փաստ է, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները փաստ են, խախտումները, որ օրինակ ասենք ընդդիմադիր ուժերի են նշել, այդ ամեն ինչը փաստ է, 10,000 դրամ թոշակի ընտրակաշարքի հանգամանքը փաստ է։ Այս ամբողջը փաստ է։ Այս ամբողջը մեր խորին համոզմամբ, այո, ունեցել է իր ազդեցությունը, եւ հետեւապես պետք է վիճարկվեն։ Մեր համոզումն է, որ այո, պետք է վիճարկվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովում, սահմանադրական դատարանում։ Հասկանալի է, որ հատկապես սահմանադրական դատարանի հետ կապված լուրջ հույսեր փայփայելը այդքան էլ շնորհակալ գործ չի։ Բայց ցանկացած process անելուց առաջ անհրաժեշտ է, որ իրավական բոլոր կետերը ճիշտ պահպանած լինեն։
բոլոր ատյաններով պետք է անցնել հերթականությամբ, որպեսզի հետագայում օրինակ ասենք ենթադրենք օրինակ այս ամեն ինչի հիման վրա սկսի ինչ-որ գործընթաց, ընդդիմությունը ունենա լուրջ իրավական փաստարկների փաթեթ, որ մենք բոլոր ինստանցիաներով անցել ենք։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանը հիմա ստանալու է ավելի շատ ճկունություն, մի փոքր ավելի ազատ է լինելու, որովհետև եթե նախորդ 5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուներ սահմանադրական մեծամասնություն եւ իր ուզած մարդուն նշանակում էր Սահմանադրական դատարանի դատավոր, հիմա այդ ճկունությունից փաստորեն այդ կարողությունից փաստորեն զրկվել է եւ Սահմանադրական դատարանին որոշակի մի փոքր անկախություն, մի փոքր ճկունություն է տալիս։ Այստեղ անդրադառնանք միջանկյալ հարցին, թե կվերցնեն արդյոք մանդատներ ընդդիմադիր ուժերը, թե չեն վերցնի, սրանից է կախված այդ հեռանկարը ձեր կարծիքով պետք է վերցնեն, թե չպետք է վերցնեն։ Այսօր այդ հարցին միանշանակ պատասխան տալը անշնորհակալ գործ կլինի, որովհետև եթե ապաների հանգամանք կա, ու այդ եթե ապաների հանգամանքը պետք է պարզել առնվազն խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի շահագրգիռ խորը քաղաքական քննարկումների եւ համատեղ գործողությունների ծրագիր ունենալու արդյունքում։ Եկեք այդ եթե ապաները տեսնենք, հա։ Եթե չվերցնեն մանդատները ու ասեն դե չենք վերցնում մանդատները, որովհետեւ կեղծված են ու գնացինք տուն, դա անիմաստ է։ Դա նշանակում է Նիկոլ Փաշինյանին նվիրել սահմանադրական մեծամասնություն։ Բայց գնալ խորհրդարան լեգիտիմացնել Այս մինչև վերջ մի հատ տանենք, հետո մյուսը գնա, այդ մյուս հարցին անդրադառնանք, էլ լավ։ Այսինքն, եթե ասում են, որ ընտրությունները կեղծված են եղել ու դրա համար մենք չենք վերցնում մանդատներ, ինքը էմոցիոնալ տեսանկյունից շատ լավ է հնչում։ Մեր ակտիվ ընդդիմադիր հայրենակիցների, որ սիրտները պայթում է, այդ մարդկանց սրտից է լինում, բայց երկարաժամկետ երբ որ նայում ենք, եթե նորից եմ ասում, եթե չեն վերցնում ու գնում են տուն, այսպես ասենք։ Չեն վերցնում ու գնում են տուն, չի լինում բնականաբար։ Եթե չեն վերցնում, դա պետքա ուրեմն զուգորդվի լուրջ գործողություններով, փողոցային գործողություններով։ Հիմա դրա բաները պետքա կարողանալ ճիշտ հաշվարկել, հնարավորությունները, առավելություններն ու թերությունները, արխիվում, չգիտեմ, արցակուրթային ժամանակ է, այդ հանգամանքն ենք հաշվի առնում, բազմաթիվ այլ բաներ պետքա հաշվի առնել։ Բազմաթիվ բաներ։ Դրա համար դա պետքա մի հատ համախումբ լինի։ Դա մի ուժի որոշելու հարցը չի, եւ սխալ կլինի, որ մի ուժը վերցնի, մի ուժը չվերցնի։ Եթե արվելու է, դա պետք է բոլորով արվեն։ Համենայն դեպս երկու պարագայում էլ քաղաքական կոնսոլիդացիան ընդդիմադիր ուժերի եւ նաեւ արտախորհրդարանական ուժերի համախմբումը կոնսոլիդացիան օրախնդիր անհրաժեշտություն է։ Եթե որովհետև չուզեցին իրենք եւ հրաժարվեցին մանդատներից, թվում է թե կարող է առաջանալ իրավական կազուս եւ ԿՊ-ն մենակով լինի խորհրդարանում, բայց միևնույն ժամանակ այստեղ հակասություններ են գալի։ Ես ոչ սահմանադրագետ եմ, ոչ էլ իրավագետ եմ առհասարակ, բայց սահմանադրությունն ասում է, որ խորհրդարանը պետք է ունենա առնվազն 101 падգամավոր։ Այսինքն ինչ որ ձևով այն մնացած 40 քանիսը, 40-ը, այսինքն եթե հրաժարվեն ԿՊ-ի ամբողջ ցուցակն էլ լրացնելու 101 Չէ, ԿՊ-ի ցուցակը չի անցնելու, բայց համենայն դեպս կարող է ասենք հաջորդ ուժերից բերեն։ Թեև մասնագետ մարդիկ ասում են, որ այդպիսի բան հնարավոր չի, ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս։ Բայց դրան էլ ձև գոյություն ունի, որ կարող է ընտրական օրենսգիրքի համապատասխան թույլ չտվող հոդվածը սահմանադրական դատարանով ճանաչեն ուժը կորցրած եւ անեն այն ինչ որ պետք է իրենց, հա։ Այսինքն արդյունքում ունենան սահմանադրական մեծամասնություն այն պարագայում, որ 540,000 մարդ ընտրել է ընդդիմադիր 3 ուժերի։ Այս խնդիրը կարող է առաջանալ հրաժարվելու պարագայում։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելուն։ Այո, եթե մանդատները վերցնում են, բայց շարքերում ամրությունը ստուգված չի, ինչը որ բարդ գործ է։ Պոտենցիալ Գեգամ Նազարյաններ
առաջ գալու վտանգ գոյություն եթե ունի։ Այսինքն այդ տեսեք ես որ ասում եմ եթե բազմաթիվ եթեներ կան։ Թե որ կողմից առնի Եթեներ կան, այո։ Դեպի մյուս Այն կողմից կլինի կամ այն կողմից կլինի։ Հիմա բազմաթիվ եթեներ կան։ Եվ այդ եթեների պատասխանը ես 168-ի տաղավարում նստած չեմ կարող միանշանակ տալ։ Այդ եթեների պատասխանի ավելի շատ հնարավորություն ունեն այդ ուժերը, որոնք որ պետք է միասնաբար բան անեն, նայեն։ Պարոն Սողոմոնյան, բայց ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ եթե լկտիաբար գողանան հաղթանակը, ընդդիմության կստանան հեղափոխություն։ Ինչու չստացավ իշխանությունը հեղափոխություն, թե դեռ ժամանակը չէ։ Այսպիսի հայտարարություն է եղել։ Գիտեմ իհարկե ձեր ուժիշ չէ։ Հա, իհարկե այդ հարցի պատասխանը պետքա որ ես չէ որ պետք է տամ, բայց նախ բոլորը չեն այդպիսի հայտարարություն արել։ Համենայն դեպս դա անելու համար այդ հեղափոխություն անելը այդպես 1-2 օրվա գործ չի, այդպես բան անելով գործ չի։ Հեղափոխություն անելու համար եւ դրան պետք է համադրել գործընթացին խորհրդարանական ռեսուրսը եւ արտախորհրդարանական ռեսուրսը, հանրային, ասենք, համախմբում իրականացնել աշխատանքներ են, որոնց մասին այդպես դրանք տեխնոլոգիական բնույթի ոնց որ քայլեր են, որոնց ոչ մասնագետն եմ, ես չեմ կարող այսպես մի բանի եթերի ընթացքում նստել այդ մասին խոսել։ Համե կա դրա հնարավորությունը, այո կա։ Այն պարագայում մանավանդ, որ եթե մանդատները պահում են, մանդատները վերցնում են, մտնում են խորհրդարան եւ մտնում են իրենց շարքերի ամրությունը ստուգած վիճակով եւ մտնում են վարում են այնպիսի խորհրդարանական պարլամենտական գործընթաց, որով չեն թելում, չեն մտնում, չեն սպասարկում Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Այսինքն չեն գնում այնտեղ զուտ ասենք այդպես հարցեր տալու դրա համար դիվիդենդներ շահելու համար, այլ կոնկրետ գործունեություն են ծավալում իրենց ասենք որպես պարլամենտ հանրության հետ կապը միշտ բան են անում, հանրության հուզող խնդիրները բերում են անդադ խորհրդարան։ Եվ նաև նորից եմ ասում, ամենակարևորը կոնսոլիդացիա է տեղի ունենում ընդդիմադիր բոլոր ուժերի միջև եւ խորհրդարանի ներսում եւ խորհրդարանից դուրս ստեղծվում է անընդհատ իրավիճակ է այնպիսի, որը որ այս բերում է հանգեցնում է նոր ընտրությունների պահանջի, այդ պարագայում ես կարծում եմ ավելի քան արդարացված է մանդատների վերցնելու հանգամանքը։ Մանդատները, այսինքն պետք են այդ մարդկանց այն տեսանկյունից, որ այս իշխանությունը չանի այն ինչ որ ինքը ուզում է անել, այսինքն գլխավոր դատախազի հարց է առաջանալու, անկախ պետական մարմինների ղեկավարների նշանակման հարց է առաջանալու, որ դա միանձնյա չանի, այստեղ իրենց մանդատներին տեր լինելով ստիպելու են գլխավոր դատախազ նշանակել կամ չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի նախագահ եւ այլն։ Մարդկանց, որոնց համար ընդդիմության ձայներն են անհրաժեշտ լինելու։ Եվ ամենակներեք, ամենակարևորը, որ Նիկոլ Փաշինյանը իր արտասահմանյան տերերին անհրաժեշտ է հենց խորհրդարանական մեծամասնությամբ, որպեսզի ժողովրդի դատին դնի, քվեարկության դնի սահմանադրությունը, այն սահմանադրությունը, որում որ նախաբան չի լինելու, որում որ շատ մեծ հավանականությամբ եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակի մասին դրույթը չի լինելու եւ շատ մեծ հավանականությամբ, որ այն սահմանափակումն են հանելու, որ Հայաստանի Հանրապետությունում հողի սեփականության ձևով հողին տեր լինելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հա, եւ մնացած այլ հանգամանքները։ Այսինքն Ալիևյան սահմանադրությունը հայ ժողովրդին պարտադրելու այդ հնարավորությունից զրկում ենք, եթե ունենում ենք պարլամենտում մանդատները վերցրած պինդ падգամավորներ, որոնք որ եւ պինդ են որպես տեսակ չեն ճկվում, չեն առնետավազք չեն անում, այսպես ասենք, հա, եւ միևնույն ժամանակ էլ վարում են ակտիվ խորհրդարանական նախաձեռնողական գործունեություն եւ ջախջախում են քաղաքացիական պայմանագրի օրակարգը։ Պարոն Սողոմոնյան, բայց ընդդիմության հայտարարված գլխավոր նպատակը իշխանափոխությունն է, ոչ թե գլխավոր դատախազ կամ այլ պաշտոնյաներ նշանակել է դատավորներ։ Մյուս կողմից, բայց կա հակադիր հարցադրումը, որ եթե չգնան խորհրդարան, ճիշտ է արդյոք Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնել սահմանադրության ու օրենքի հետ։ Դե բնականաբար հայտարարությունը այդպեսին է եւ շատ նորմալ է։ Դուք պատկերացնում եք, որ
ֆավորիտ ընդդիմադիր ուժ ասեր ես գալիս եմ ընտրությունների եմ գալիս, չգիտեմ, 4% ունենալու համար, 5% ունենալու համար կամ ուղղակի մանդատ ստանալու եւ աշխատավարձ ստանալու համար չի կարող նման բան լինել։ Համենայն դեպս մենք տեսանք շատ որակյալ քարոզարշավ եւ տեսանք, որ մեր հանրապետության քաղաքացիների, մի ակտիվ քաղաքացիների, մտահոգ քաղաքացիների 540,000 այդպիսի քաղաքացիներ, որոնք իրենց քվեն տվեցին։ Նախ եւ առաջ շնորհակալություն այդ մարդկանց, իսկապես շնորհակալություն։ Եվ ուզում եմ նաեւ առիթից օգտվելով անձնապես շնորհակալություն էլ հայտնեմ նաեւ այն մարդկանց, ովքեր որ իրենց վստահությունը տվեցին ուժեղ Հայաստանին մասնավորապես եւ առհասարակ ընդդիմությանը։ Եւ հայաքվեի հանդեպ ունեցած վստահության շնորհիվ եւ նաեւ անձնապես իմ հանգամանքի բերումով էլ ես ուզում եմ այս առիթը օգտագործել եւ շնորհակալություն հայտնել։ Բնականաբար, եթե չլինեին այն ամեն ինչը, այս terror-ը եթե չլիներ, բնականաբար այսօր մենք շատ ավելի ուրախ կլինեինք եւ կունենայինք արդեն իշխանափոխություն, բայց մենք հասկանում ենք, որ քաղաքական իշխանության կողմից պետական իշխանությունը բառի բուն իմաստով բռնազավթված է եւ այդ քաղաքական իշխանության թիկունքին շատ տերեր կանգնած են, հայ ժողովուրդը այսպես մենակ է մնացել, ամբողջ աշխարհի դեմ մենակ է մնացել, մենակ պայքարելով ընդդիմադիր այդ ուժերը լավ թե վատ, սայթաքումներով եւ այլն կարողացան առաջնորդեն եւ շատ արժանապատիվ կռիվ տվեցին։ Օգտվելով առիթից նաեւ մեր այն քաղաքացիներին, ովքեր որ իսկապես սիրտները պայթում է, սիրտները ցավում է այս ամեն ինչից եւ հիասթափություն են ապրել, եկեք ավելի շատ համախմբվենք, եկեք ավելի շատ օգնենք եւ նույն ընդդիմությանը եւ իրար հետ լինենք, հա, այսպես շատ հեշտ է մեղավոր փնտրելը, շատ շնորհակալություն բոլորին, ովքեր որ սատարել են, բայց եկեք դեռևս այսպես տակ գլխով բաներ չանենք, էլի այդպես չհարվածենք ընդդիմադիր ուժերին, դեռ որոշակի ժամանակ կա, կտեսնենք նրանց գործողությունների արդյունքից դատելով կարող ենք քննադատել կամ չքննադատել, աջակցել, բայց այս փուլում ես կարծում եմ, որ ընդդիմության շուրջ համախմբումը անհրաժեշտ է, շարունակել է պետք ընդդիմության շուրջ համախմբում իրականացնել։ Եվ վերջին հարցը, քանի որ մեր ժամանակը սպառում է, այս իրավիճակից բխող ինչ հետագա զարգացումներ եք կանխատեսում, ինչ կարելի է այս պահին կանխատեսել, հա, ներքաղաքական, երկրի ներսում արտաքին վտանգներ, այս ամբողջ իրավիճակից բխող։ Կանխատեսել ասածը բարդ բան է։ Հայաստանում քաղաքական համակարգը, քաղաքականությունը առհասարակ ստանդարտներից դուրս է։ Շատ դժվար է քաղաքագիտական մեթոդներով կանխատեսումներ անել Հայաստան։ Գիտեք, այսպես ասեմ, այս ընտրություններում օրինակ իմ կարծիքով ՔՊ-ի այս ճակերտյալ հաղթանակի գործում ամենամեծ նշանակություն ունեցած գործոնը հենց ծառայամիտ մարդկանց գործոնն էր։ Գիտեք ինչի եմ ես սա ասում, որովհետև հաճախ ասում են դե ՔՊ-ն հստակ օրակարգ է առաջ տանում, ընդդիմությունը հստակ օրակարգ առաջ չի տանում։ Ոչ, այդ ծառայամիտ մարդկանց համար կապ չունի ինչպիսի օրակարգ է, կապ չունի ով է իրենց իշխանությունը, իրենց գլխին ինչ որակի իշխանություն է։ Ես անձամբ եմ ճանաչում մարդկանց, ովքեր որ այս ամբողջ տարիների ընթացքում մեզ հետ անձնապես մոտիկ լինելով, մտերիմ լինելով, շատ վատ էին արտահայտվում ՔՊ-ի մասին, բայց ընտրությունների ժամանակ անձնվիրաբար ծառայում էին ՔՊ-ին։ Ու ես ինչի համար ես մի փոքր շեղում տվեցի, որ շատ պարագայում կանխատեսում անել դժվար է, որովհետև մենք ունենք իրավիճակներ, մենք ունենք ռացիոնալ մեկնաբանությանը չենթարկվող իրավիճակներ։ Դրա համար կանխատեսում անելը անշնորհակալ գործ կլինի։ Ես ձեռնպահ կմնամ, բայց անհրաժեշտ է, այն ինչ որ անհրաժեշտ է անել առաջին հերթին, այո, չճանաչել ընտրությունների արդյունքները, ոչ արժանահավատ համարել եւ վիճարկել դրանք կենտրոնական ընտրական հանձնաժողով, սահմանադրական դատարանով եւ հետագայում ամենակարևոր բանը ինչ որ կերպով ստեղծել այդ
ամբողջ ընդդիմադիր դաշտը ընդգրկող կոնսոլիդացնող մի հատ ինստիտուցիոնալ համակարգ։ Ես սա շատ ընդհանրական եմ ասում։ Կարելի է սրա շուրջ տանել քննարկումներ, բայց սա շատ անհրաժեշտ է ունենալ համատեղ գործողություններ իրականացնելու համար, համատեղ մտքեր, համատեղ օրակարգ ձևավորելու համար մի հատ այդպիսի համախմբված վիճակ եւ չհամակերպվել բնականաբար այս իրավիճակին։ Եթե տակտիկապես անհրաժեշտ է մանդատներ վերցնել եւ մանդատներով պայքարել, ապա պայքարել։ Եթե տակտիկապես անհրաժեշտ է մանդատներից հրաժարվելով պայքարել, ապա պայքարել, բայց այդ ամեն ինչը առանձին փորձագետների ասելիքը չի կամ առանձին կուսակցական քաղաքական անհատների ասելիքը չի։ Պատկերը լավ հասկանալու համար անհրաժեշտ է համակողմանի նայել։ Համակողմանիությունը ապահովելու համար անհրաժեշտ է այդ համախմբումը իրականացնել։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքրությամբ։ Ես էլ եմ շնորհակալ։ 160 թեմի արգել հետևորդներ, մենք կշարունակենք ուշադրությամբ հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հայ Ակվե միավորման անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ։ Կհանդիպենք։